Այս աղետը հարգելի բարեկամներ հայ ազգի գլխին բերել են եւս մեկ անգամ ասում եմ, իհարկե մենք չենք կարող ընթացքի վրա ուժեղ ազդել, բայց գոնե մենք կարող ենք ամբողջական պատկերացում, ընդհանրական պատկերացում ունենալ տեղի ունեցածի վերաբերյալ, գոնե մենք կարող ենք ճշմարտությունը իմանալ։ Այս աղետը հայ ազգի գլխին բերել են տականքները, ովքեր հավաքագրված լինելով ազգային անվտանգության ծառայության կողմից զբաղվել են քաղաքական գործունեությամբ, մասնավորապես ընդդիմադիր քաղաքական գործունեությամբ։ Այս աղետը հայ ազգի գլխին բերել են այն մարդիկ, ովքեր հավաքագրված լինելով ազգային անվտանգության ծառայության կողմից զբաղված են եղել տարիներ շարունակ խմբագրական, լրագրողական գործունեությամբ եւ ըստ էության իրենց ասել են, թե որ հարցերի մասին պիտի խոսես եւ որ հարցերի մասին պիտի չխոսես։ Եվ ասել են եւ նաեւ միջև հիմա ասում են։ Եվ նույնը հիմա է։ Բազմաթիվ մարդիկ կան, ովքեր զբաղվում են քաղաքական ընդդիմադիր գործունեությամբ եւ այս կարեւորագույն հարցերի մասին չեն խոսում։ Խոսում են ամեն ինչի մասին, բացի այս կարևորագույն հարցերից։ Իմացեք, որ նրանց մեծ մասը եւս հավաքագրված են ԱԱԾ-ի կողմից կամ գտնվում են այդ կառույցի, ինչ որ կերպ գտնվում են այդ կառույցի վերահսկողության ներքո։ Երեք դատարանի շենքից դուրս է գալիս Սերժ Սարգսյանը, նայեք այդ ճեպազրույցը եւ նայեք, թե ինչպես է ինքը պաշտպանում ազգային անվտանգության ծառայության գործակալներին։ Նայեք, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանի վրա իր նախկին հաճախորդի վրա ձեռքերը փռում Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նայեք եւ իմացեք այս ամենի պատճառների մասին։